Մենք հասկանում ենք, որ Հայաստանում դժվար թե գտնվի մի գործարար, որը պատրաստակամություն կհայտնի ձեռք բերել հեծը, միևնույն ժամանակ միջազգային կազմակերպությունները եւս ես կարծում եմ որևիցե մեկը այդ բեռի տակ չի մտնի, քանի որ գործը քննվում է արբիտրաժում, քանի որ պետության կողմից այսպես բացահայտ ճնշումներ են իրականացում այդ ակտիվի նկատմամբ, դրա համար ավելի արդիական կարծում եմ կլներ զրուցել, լավ, եթե քաղաքական գործընթաց է, ապա ինչ նպատակներ է հետապնդում այս գործընթացը։ Մենք կարող ենք ենթադրել, որ այս գործընթացը ունի միջազգային արտաքին քաղաքական նպատակներ, չէ որ տեսեք այս կեղծ խաղաղության օրակարգը, որ բերվել է եւ այսօր խոսվում է դրա մասին, լրջագույն վտանգներ է սպառնում մեր ազգային անվտանգության ինստիտուտների նկատմամբ։ Ես խոսում եմ էներգետիկ համակարգի մասին, որովհետև այսօր արդեն ասեկոսներ կան, որ թուրքական որոշ ընկերությունների հետ բանակցություններ են այսպես վարվում կամ նախնական բանակցություններ, առայն որ հետագայում հեծը ձեռք բերվի, վստահաբար կարելի է ենթադրել, որ հեծից հետո կլինի գազը, հիշենք հայտնի Ցորենի պատմությունը, որ արդեն ներմուծվում է Հայաստան-Ադրբեջանի տարածքով, այսինքն այս օրակարգերը, չեմ խոսում բանակի մասին, չեմ խոսում տարածքների մասին, մեր ազգային անվտանգության լրջագույն ռիսկեր են սպառնում եւ կարելի է ենթադրել, որ այդ ռիսկերը գալիս են հենց արտաքին մեր, այսպես ասած, հարևանների կողմից։